Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, ձեզ եմ ներկայացնում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարության համակարգման ոլորտում 2024 թվականի բյուջեի կատարողականը ըստ ոլորտների, մինչ այդ որպես հիմնական ցուցանիշ պիտի նշեմ, որ 2024 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվող 21 ծրագրերով ընդգրկված 138 միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 307.1 միլիարդ դրամ, որից ծախսային ծրագրով 289.4 միլիարդ դրամ, իսկ 17.7 միլիարդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ծրագրերով։ Ընդ որում հատկացված գումարներից փաստացի ծախսվել է 290.8 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 94.9%։ Միաժամանակ նշեմ, որ նախարարությունը հաշվետու տարում ծախսային ծրագրով 4.6 միլիարդ դրամով կամ 1.7% տոկոսային կետով ավել է ծախսել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հարկ է նշել, որ հաշվետու տարվա փաստացի ծախսված գումարներից 118.1 միլիարդ դրամը կամ 43%-ը եղել են կապիտալ բնույթի ծախսեր։ Հաշվի առնելով, որ նախարարության համակարգման ոլորտները, ինչպես պարոն Թունյանը նշեց, մեկից ավելին են, այսօր կանդրադառնամ էներգետիկայի եւ տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին։ Եվ այսպես հաշվետու տարվա ընթացքում էներգետիկայի ոլորտին պետական բյուջեից հատկացվել է 19 միլիարդ դրամ, փաստացի ծախսը կազմել է 18.3 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 96.2%։ Նշված գումարը ծախսվել է 4 ծրագրերում ընդգրկված 12 միջոցառումների իրականացման համար։ Ծրագրերից ամենախոշորը թերևս էներգետիկ համակարգի զարգացում ծրագիրն է, որի իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեից ծախսվել է 14.2 միլիարդ դրամ։ Ավարտման փուլում են Զովունի, Արարատ 2, Շինուհայր 220 կՎտ լարման բարձրավոլտ ենթականների ամբողջական վերակառուցման աշխատանքները, ենթակայանների վերակառուցված կայանքները սահմանված կարգով դրվել են լարման տակ եւ շահագործում են։ Շարունակվում են նաև Իրան-Հայաստան 400 կՎտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի եւ ենթակառայանի կառուցման աշխատանքները, որոնք իմիջիայլոց այս օրերին էլ լայն թափով ընթանում են։ Պիտի ասեմ, որ աշխատանքների շուրջ 80%-ը ավարտվել է նաև Մասրիկ 1 55 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները, կայանը միացված է ցանցին փորձնական կարգաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Հաշվետու տարում շարունակվել են ՀԱԵԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի մինչեւ 2026 թվականի երկարաձգման միջոցառումները, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակում են աշխարհում գործող միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում մոդուլային ռեակտորների ուսումնասիրությունները, այդ նպատակով նախորդ տարի կառավարությունը հիմնել է ՊԱԿ բաժնետիրական ընկերություն, որն այս պահին կադրային համալրման փուլում է։ Ուսումնասիրության արդյունքում կհստակեցվի նախատեսվող միջուկային էներգաբլոկի մոդելը, այդ թվում Հայաստանի էներգահամակարգի հետ դրա համատեղելիության, հզորության, ֆինանսավորման կառուցվածքի հետ կապված հարցերը։ Հաջորդ ծրագիրը էներգիաարդյունավետության ծրագիրն է, որի փաստացի ծախսը 2024 թվականին կազմել է 4 միլիարդ, կատարողականը կազմել է 99.3%։ Նախորդ տարվա համեմատ էլեկտրաարդյունավետության ծրագիրը աճել է 4.1 անգամ կամ 3 միլիարդ դրամով։ Ծրագրի հիմնական մասը 3.3 միլիարդ դրամը կազմել է բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման նպատակով իրականացված աշխատանքների համար պետական աջակցությունը, ծրագրի շրջանակներում վարկի տոկոսների սուբսիդավորումից օգտվել է 23254 շահառու։ Անցնեմ տրանսպորտի ոլորտին հատկացված 112.7 միլիարդ դրամից փաստացի ծախսը կազմել է 106.4 միլիարդ դրամ, որից 89.2 միլիարդ դրամը կամ 83.8%-ը կապիտալ բնույթի ծախսերն են։ Տրանսպորտի ոլորտի գծով բյուջեն կատարվել է 94.4%-ով, որի շրջանակներում իրականացվել են 3 ծրագրերում ընդգրկված ընդհանուր 29 միջոցառումներ։ Ամենախոշոր ծրագիրը թերևս ճանապարհային ցանցի բարելավում ծրագիրն է, որը կազմում է ոլորտի ծրագրերի 99.2%-ը, որի շրջանակներում իրականացվել են ընդհանուր թվով 23 միջոցառումներ։ Այդ միջոցառումներից 15-ը վարկային եւ դրամաշնորհային միջոցներից են։
Ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի իրականացման համար 2024 թվականին պետական բյուջեում նախատեսվել է 111.8 միլիարդ դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 105.5 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 94.4%։ Եթե համեմատենք սա 2023 թվականի ցուցանիշի հետ, որը 100.4 միլիարդ դրամ էր, ապա ակնհայտ է, որ նախորդ տարվա համեմատ ավել է ծախսվել շուրջ 5 միլիարդ դրամ կամ ծախսը աճել է շուրջ 5%-ով։ Այս ծրագրի խոշոր միջոցառումներից են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագիրը, որի գծով փաստացի ծախսը կազմել է 52.7 միլիարդ դրամ կամ պլանավորածի շուրջ 92.6%-ը։ Այս ծրագրի շրջանակներում իրականացվել է 333 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, որից 119 կիլոմետրը միջպետական, 109 կիլոմետր հանրապետական, 105 կիլոմետր մարզային ճանապարհների կառուցման, ինչպես նաև թվով 43 ճանապարհատվածների գծով նախագծման աշխատանքներ։ Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման գծով փաստացի ծախսը հաշվետու տարում եղել է 5.6 միլիարդ դրամ, պլանավորվածի համեմատ կատարվել է 93.7%-ով, որի շրջանակներում իրականացվել են շուրջ 122 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման գծով փաստացի ծախսը կազմել է 1.5 միլիարդ դրամ կամ պլանավորածի 86.3%-ը, որի շրջանակներում իրականացվել են 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ։ Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման գծով փաստացի ծախսը կազմել է 8.8 միլիարդ դրամ կամ պլանավորածի 92.7%-ը, որի շրջանակներում իրականացվել են միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների 2584 կիլոմետր ընթացիկ ամառային եւ 3051 կիլոմետր ընթացիկ ձմեռային պահպանման, ինչպես նաև մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների 1560 կիլոմետր ընթացիկ ամառային եւ 2173 կիլոմետր ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ։ Իրականացվել են նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող առանձին պահպանման հանձնված 3 թունելների, 5 կամուրջների, 805 կիլոմետր մետաղական արգելափակոսների պահպանման աշխատանքներ, կատարվել է 121300 գծամետր մետաղական արգելափակոսների պահպանում, տեղադրվել են 9430 երթևեկության նշաններ, գծանշվել է շուրջ 550,000 քառակուսի մետր ճանապարհ։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին անդրադառնամ, CES ծրագրի ներդրումային ծրագրի շրջանակներում աշտարակ Թալին շուրջ 42 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածից կառուցվել է 13 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը, Լանջիկ Թալին ճանապարհահատվածի 18.7 կիլոմետր երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներն ավարտված են, ընթանում են թերությունների վերացման աշխատանքները։ Գյումրի Լանջիկ ճանապարհահատվածի 23 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, այս օրերին ընթանում են ճանապարհի կահավորման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ 2024 թվականին կառուցվել է Լանջիկ Գյումրի հատվածի 20 կիլոմետր հիմնական եւ 5 կիլոմետր հանգույցներ եւ մոտեցող ճանապարհներ։ Սիսիան Քաջարան շուրջ 60 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհահատվածի, այդ թվում 4.7 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 27 կամուրջների, 12.5 կիլոմետր երկարությամբ 9 թունելների կառուցումը բաժանվել է 3 հետևյալ ենթահատվածների։ Հյուսիսային ենթահատված 27.1 կիլոմետր երկարությամբ, որի ֆինանսավորումը իրականացվելու է Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից, երկրորդը Բարգուշատի թունելի ենթահատված, որի երկարությունը շուրջ 8.65 կիլոմետր է, սա նախատեսված է իրականացնել Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ ֆրանսիական կապալառու ընկերության կողմից, հարավային ենթահատված 24.2 կիլոմետր երկարությամբ, որը ֆինանսավորվելու է վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից։ Քաջարանի 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին եւ ավարտել 2032-ին, այժմ ընթանում են մրցույթային գործընթացը։ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նշված ճանապարհահատվածի վերակառուցումը, ինչպես նաև կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 էստակադա, 920 մետր երկարությամբ 2 նոր թունելներ կկառուցվեն, ինչպես նաև կկառուցվեն 17 նոր կամուրջներ, շինարարությունը նախատեսված է ավարտել 2027 թվականին։ Թերևս այսքանն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։